Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Ավելի դիտարժան, հետաքրքիր ու ավելի դինամիկ է մայրիկների ակումբը, երբ դրան մասնակցում են հայտնի մայրիկներ։ Նրանք ճանաչված են, սիրված, տեղեկացված ու փորձառու։ Ծանոթանանք մեր այսօրվա խաղի 3 մասնակից մայրիկների հետ։ Նոննա Գրիգորյան։ Դերասանուհի Նոննայի դստրիկը 3.5-ամյա Էլվինան շատ է սիրում երգել, պարել ու մայրիկի հետ միասին թատրոն գնալ։ Եթե հանկարծ փոքրիկն իմանում է, որ մայրիկը թատրոն է գնում, ապա ոչինչ չի կարող նրան հետ պահել մայրիկին միանալուց։ Նոննան շատ է սիրում փոքրիկին հեքիաթներ կամ հորինված պատմություններ պատմել։ Իսկ պատմության վերջաբանը որոշում է փոքրիկ արքայադուստրը։ Թինա Խաչատրյան։ Հեռուստահաղորդավար Թինայի դստրիկները շատ տարբեր են իրարից։ Մեկն ակտիվ է, իսկ մյուսն ավելի հանգիստ, ու հենց դրանով էլ նրանք լրացնում են միմյանց։ Թինան միշտ փորձում է այնպիսի զբաղմունք գտնել, որը երկուսին էլ հավասարապես կհետաքրքրի։ 5-ամյա Սոֆին եւ 3 տարեկան Ջուրին շատ են սիրում հայկական հեքիաթներ լսել։ Մայրիկը վստահ է, ծնված օրից աղջիկները ոչ միայն իր երեխաներն են, այլև ինքնուրույն մարդիկ։ Արմինե Անդրեասյան։ Դերասանուհի Արմինեի որդին 9-ամյա Վահագնը շատ է սիրում մայրիկի հետ միասին ստեղծագործական խաղեր խաղալ։ Օրինակ, մեկ անգամյա օգտագործման ափսեներից ձկնիկ պատրաստել։ Տղան նույնիսկ սառույցից ծաղկաման է պատրաստել մայրիկի համար։ Վահագնը կարատեի եւ լողի խմբակներ է հաճախում։ Դերասանուհին վստահ է, որդին ինչքան շատ բան սովորի, այնքան հեշտ կլինի հետագայում մասնագիտության ընտրությունը։ Ողջույն մայրիկներ, շատ հաճելի է, որ մեր տաղավարում եք, ձեր հրաշքների լուսանկարները փոքրիկ տեսանյութերի ընթացքում մենք տեսանք, ծանոթացանք նրանց հետ, կարծում եմ ժամանակն է անցնենք մեր այսօրվա խաղին եւ ես առաջարկում եմ սկսենք առաջին փուլից, նախ ծանոթանանք առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի, ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի առաջին փուլը։ Աղջիկներ, առաջինը խաղը սկսում ենք առաջին մասնակցի հետ, այս պարագայում Նոննա դուք եք առաջինը եւ բոլոր փուլերը սկսելու ենք ձեզ հետ, մի քիչ պատասխանատու է, բայց կարծում եմ բարդ ոչինչ չկա։ Եթե պատրաստ եք, Նոննա, սկսենք։ Հնչեցնում եմ հարցը եւ ենթադրում եմ արագ ու կարճ պատասխան։ Նոննա, սկսեցինք։ Արդյոք պտղի պարանոցային պորտալարի փաթաթումը կարող է հանգեցնել թթվածնաքաղցի։ Կարծում եմ այո։ Ճիշտ եք կարծում։ Ինչպես է կոչվում երեխային տրվող մոր առաջին կաթը։ Կատնախեժ։ Ճիշտ է պատասխանը, Նոննա։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագիրը։ Այո։ Ճիշտ է պատասխանը, մնաց 2 հարց, Նոննա։ Արդյոք հղիության ընթացքում հնարավոր է պարզել, կունենա երեխան Դաունի համախտանիշ, թե ոչ։ Այո։ Ճիշտ է, եւ վերջին հարցը։ Արդյոք կարելի է մինչև 6 ամսական բացառապես կրծքով կերակրվող երեխային ջուր տալ։ Եկեք ասեմ չէ։ Ճիշտ է, չի կարելի։ Եթե երեխան կերակրվում է կրծքով, մինչև 6 ամսական նրան ոչինչ տալ պետք չէ։ Նոննա, շնորհավորում եմ։ 5 հարց, 5 ճիշտ պատասխան, հիանալի մեկնարկ է եւ մենք խաղը շարունակում ենք Թինայի հետ։ Լավ է, տրամադրություն։ 5 ճիշտ պատասխաններից հետո մի փոքր ավելի պատասխանատու եմ, փորձեմ։ Շատ լավ, սկսեցինք։ Արդյոք երեխային ամուր բարուրելը կարող է կոնքազդրային հոդի դիսպլազիա առաջացնել։ Այո։ Ճիշտ է։ Երբ կարելի է նորածնի զբոսանքի տանել։ Ծնվելուց անմիջապես հետո կարելի է տանել զբոսանքի։ Ճիշտ է պատասխանը։ Հաջորդ հարցը։ Թինա, արդյոք երեխաների անվճար բուժում կարող է իրականացվել առանց ուղեգրի եւ հավաստագրի այն դեպքում, երբ փոքրիկին անհրաժեշտ է անհետաձգելի հիվանդանոցային օգնություն։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Հաջորդ հարցը։ Հնարավոր է, որ կինն ունենա հորմոնային խանգարում, բայց հղիանա։ Ոչ։ Սխալ է պատասխանը, հնարավոր է։ Եվ վերջին հարցը։ Ներարգանդային փուլում մայրիկի սննդակարգը կարող է ազդել փոքրիկի ատամների որակի վրա։ Ճիշտ է պատասխանը, բրավո, մայրիկները հիանալի սկսել են առաջին փուլը, 5 հարց, 4 ճիշտ պատասխան եւ մենք խաղը շարունակում ենք մեր երրորդ մասնակցի հետ, Արմինեի հետ։ Արմինե, լավ է տրամադրությունը։ Շատ, բայց ես երևի թե տուն գնամ արդեն այսպեսի ճիշտ պատասխաններից հետո։ Ես համոզված դուք էլ տալու եք միանշանակ ճիշտ պատասխաններ եւ լսենք առաջին հարցը։ Երբ է երեխան ստանում առաջին պատվաստումը։ Ծնվելուց անմիջապես հետո։ Ճիշտ է պատասխանը, մոտավորապես 24-ից 48 ժամ հետո։ Հենց ծննդատանը։ Ինչպես է փոխանցվում ջրծաղիկը, Արմինե։ Օդակաթիլային։ Ճիշտ է պատասխանը։ Արդյոք հորմոնային խանգարումը կարող է կնոջ անպտղության պատճառ դառնալ։ Այո։ Ճիշտ է պատասխանը, 2 հարց մնաց։ Նշեք մանկական տարիքում կարիեսի առաջացման գոնե 1 պատճառ։ Կալցիի պակասը օրգանիզմում։
Ճիշտ է պատասխան նաև քաղցրի չարաշահումը եւ վերջին հարցը Արմինե։ Ժառանգականության գործոնը կարող է ազդել կարճատեսության առաջացման վրա։ Այո։ Ճիշտ է պատասխանը, տեսակ Արմինե։ Մնացի։ Հարց 5 ճիշտ պատասխան, հիանալի արդյունք, հիանալի մեկնարկ։ Մեր մայրիկները հավաքեցին առավելագույն թվով գրեթե միավորներ, Նոնան 5 միավոր, Թինան 4 միավոր, Արմինեն 5 միավոր եւ մենք մարտական տրամադրված տեղափոխվում ենք երկրորդ փուլ, նախապես ծանոթանալով երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի երկրորդ փուլը։ Շերի մայրիկներ, ինչպես արդեն ծանոթացաք, երկրորդ փուլի ընթացքում ես հնչեցնելու եմ 7 հարց։ Հարցերին պատասխանելու հնարավորություն կստանան այն մասնակիցներն, ով ամենաարագը կսեղմեն կոճակը։ Իդեպ այսօր խոսելու ենք հավելյալ սննդի մասին, հավելյալ սննդի գրագետ ներմուծման մասին, հետաքրքիր թեմա է ու կարծում եմ սննդին վերաբերող թեմաները հետաքրքրում են բացառապես բոլոր մայրիկներին։ Բայց առաջարկում եմ նախ դիտենք տեսանյութը, որից հետո կանցնեմ հարցերին։ Դիտենք, ուշադրություն էկրանին։ Առողջ երեխա մեծացնելու կարևորագույն նախապայմանը նրա սնուցումը գրագետ կազմակերպելն է։ Մասնագետները փաստում են, որ երեխայի կյանքի առաջին 2 տարիների ընթացքում փոքրիկի աճի ու զարգացման տեսանկյունից ճիշտ ու առողջ ծննդակարգն անփոխարինելի նշանակություն ունի։ Կյանքի առաջին 6 ամիսներին երեխան պետք է սնվի բացառապես կրծքի կաթով, իսկ ահա 6 ամսականը լրանալուն պես պետք է անցնել հավելյալ սննդի։ Այդ սնունդը կոչվում է հավելյալ, քանի որ տրվում է ի հավելումն կրծքի կաթի։ Մինչև 6 ամսական երեխային հավելյալ սնունդ առաջարկելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, մասնավորապես փորլուծություն, աղեսամոքսային համակարգի այլ խնդիրներ։ Մենք ցանկանում ենք եւ երեխայի առողջության համար դա ավելի նախընտրելի է, որ երեխան մինչեւ բացառապես մինչեւ 6 ամսական կերակրվի մայրիկի կաթով։ Բայց եթե ծագում են որոշակի խնդիրներ, մամայի կաթիկի պակաս լինելը, երեխայի առողջական խնդիրները կամ ուրիշ խնդիրներ, որոնք կարող են ծագել, իհարկե թույլատրվում է երեխային 4-4.5 ամսականից հավելյալ սնուցում ավելացնել երեխայի, ասենք, օրապահիկի մեջ։ Որքան վտանգավոր է հավելյալ սննդի վաղ ներմուծումն, այնքան վտանգավոր է դրա ուշացումը։ Կրծքի կաթն անփոխարինելի սնունդ է երեխայի համար, սակայն 6 ամսականից հետո միայն կրծքի կաթը բավական չէ աճող օրգանիզմի համար։ Հավելյալ սննդի ուշ ներմուծումը կարող է հանգեցնել թերսնուցման, սակավարյունության, կծելու եւ ծամելու ունակությունների զարգացման դանդաղեցման եւ հետագայում տարբեր համերից եւ կոշտ սննդից հրաժարվելու վտանգի։ Դա կաթի այն քանակն է, որը երեխան պետք է ստանա մինչև 2 տարեկան հասակ, որտեղ կաթով նա ստանում է բոլոր սննդարար իրենց պաշարը, որը երեխային անհրաժեշտ է, բացի դա կապ է մայրիկի եւ երեխայի մեջ շատ փսիխոլոգիական եւ ապագայում դա մեծ նշանակություն ունի, իսկ հավելյալ սնուցումը անհրաժեշտ է նրա պատճառով, որ երեխան 6 ամսականից հետո արդեն աղեստամոքսային տրակտը պատրաստ է ընդունել ուրիշ տիպի սնունդ։ Շատ կարևոր է, որ երեխային տրվող առաջին սնունդը բավականաչափ նոսր ու համասեռ լինի, որպեսզի երեխան կարողանա այն հեշտությամբ կուլ տալ։ Պետք է սկսել 1-ից 2 գտալից, օրական 1 անգամ, հետո նոր միայն չափաբաժինը ավելացնել, բավարարելով երեխայի սովն ու հետաքրքրությունը։ Որպես կանոն, հավելյալ սննդի 2 նոր տեսակները չպետք է տալ միաժամանակ։ Նոր տեսակին կարելի է անցնել միայն այն դեպքում, երբ երեխան կընտելանա նախորդին։ Նախքան նոր սննդատեսակի անցնելը պետք է սպասել 5-ից 7 օր։ Սնունդն էլ կարող է լինել ալերգեն երեխայի համար։ Եթե երեխայի մոտ, ասենք, ալերգիկ ինչ-որ ցան է, ցանավորում է մաշկի վրա լինում, այտուցներ են հայտնվում, երեխան տհաճությամբ է ուտում, հաջորդ անգամ փսխումներ է ունենում, կամ փոխվում է երեխայի կղանքի որակը, ձևը, որովայնը փքվում է, երեխայի անհանգստությունը ավելի ակնհայտ է լինում, արդեն մայրը հասկանում է, որ տվյալ սնունդը երեխայի համար այդքան այդ տարիներին, այդ սահմանում ցանկալի չէ։ Իսկ եթե 2-3 ձևի, ասենք 2-3 անվանումով սնունդ տա, մայրը չի կարողանա կողմնորոշի կոնկրետ որը ու ստիպված հաջորդ անգամ այդ 3-ն էլ պետք է չտա։
Հավելյալ առաջին սնուցումը ցանկալի է սկսել բանջարեղենային խյուսով կամ շիլայով։ Դդումը, դդմիկը, բրոկոլին, ծաղկակաղամն ու գազարը հավելյալ սնուցումը սկսելու հիանալի տարբերակներ են։ Շիլաներից որպես հավելյալ սննդի առաջին տարբերակ կարելի է ընտրել բրինձ, հետո արդեն հնդկաձավար ու վարսակ։ Երեխայի սննդակարգում անփոխարինելի տեղ ունեն նաև մրգերը։ Կարելի է սկսել խնձորից, հետո անցնել բանանի, սալորի, դեղցի, տանձի ու ծիրանի։ Մսամթերքը սպիտակուց է պարունակում, որի կարիք արդեն 7 ամսականից ենք մենք զգում, 6.5-ից հետո արդեն մայրիկը այդ հյուսերի մեջ կամ սուպիկների մեջ կարող է ավելացնել, այդ շիլաների մեջ կարող է ավելացնել մսամթերք։ Ցանկալի իհարկե ճարպազերծված տավարի, մեր թարմ մսից սկզբից սկսել, լավ մշակել, երկար եփել, մանրացնել, որպեսզի երեխայի համար խոչընդոտ չլինի յուրացնելը։ 1 տարեկան փոքրիկն արդեն պետք է հագեցած սննդակարգ ունենա, որտեղ ներառված կլինեն բոլոր օգտակար սննդատեսակները, բացառությամբ ալերգեն համարվող մի քանի մթերքներից։ Օգտակար սննդատեսակները պետք է պատրաստել գրագետ, բացառելով տապակելու մեթոդը։ Դե ինչ, աղջիկներ դիտեցինք տեսանյութը, հիմա կարծեմ ժամանակն է, որ ես հնչեցնեմ հարցերը, դուք էլ տաք պատասխաններ։ Հիշեցնեմ, պատասխանի հնարավորություն կստանա այն մայրիկն, ով ամենաարագը կծեղմի կոճակը։ Պատրաստ եք։ Այո, սկսեցինք։ Երբ պետք է սկսել երեխային տալ հավելյալ սնունդ։ Նոնա։ Եթե բալիկը կերակրվում է բացառապես կրծքի կաթով, ուրեմն 6 ամսեկանից հետո, իսկ եթե կատնախարդ կարելի է 4.5, բայց կարծում եմ 6։ 6 ամսականից, այո, թե կերակրվում է կրծքով 6 ամսականից հետո։ Երբ կարելի է երեխայի սննդակարգ մսամթերքներ մուծել։ Նոնա։ 7 ամսեկանից։ Ճիշտ է, 6.5-ից անգամ մասնագետները խորհուրդ են տալիս մսամթերքներ մուծել, որպեսզի երեխան հետագայում սակավարյունություն չունենա։ Ճիշտ է պատասխանը, հաջորդ հարցը։ Ինչու չի կարելի ուշացնել հավելյալ սնուցումը 6 ամսականից հետո։ Արմինե։ Դա կարող է հանգեցնել երեխայի մոտ վիտամինի պակասի կամ որովհետև աղեստամոքսային տրակտը արդեն ձևավորված է եւ պատրաստ է ամեն ինչը մարսելու։ Ճիշտ է, վիտամինային պակասի կարող է հանգեցնել սակավարյունության, կարող է հանգեցնել ինչպես նաև կծելու եւ կուլ տալու ռեֆլեքսները կարող են վատ կամ ուշ ձևավորվել։ Հաջորդ հարցը, մայրիկներ։ Ինչ կանոնների պետք է հետևել երեխային հավելյալ սնունդ առաջարկելով։ Նոնա։ Ամենակարևոր կանոնները ինձ թվում է օրաքանակի մասին է խոսքը, այսինքն նոր սնունդ ներմուծելով պետք է սպասել 5-6 օր, որպեսզի տեսնել երեխան ալերգիկ կամ հակարեակցիաներ ունի տվյալ սննդի հանդեպ, թե ոչ, նոր հետո սկսել ավելացնել հաջորդ սնունդը։ Իսկ ինչ չափաբաժնով կհիշեք։ Կես կթալ, 1 կթալից սկսած։ Ճիշտ է պատասխան, այնուհետև աստիճանաբար քանակը շատացնում ենք։ Հաջորդ հարցին ենք անցնում։ Ինչու է այդ սնունդը կոչվում հավելյալ։ Արմինե։ Հավելյալ, որովհետև խորհուրդ է տրվում մայրական կաթով այնուամենայնիվ շարունակել կերակրել, գոնե առաջին 1 տարին ցանկալի է, նույնիսկ պարտադիր, մինչև 2 տարին ցանկալի է ձգվի, դա, որովհետև իր մեջ պարունակում է, դա նաև կապ է մոր հետ։ Կոչվում այո հավելյալ, որովհետև պետք է տրվի կրծքի կաթին զուգահեռ, ի հավելումն կրծքի կաթի։ Ճիշտ է պատասխանը, հաջորդ հարցը։ Որ տարիքում արդեն երեխան պետք է ունենա հագեցած սննդակարգ, Թինա։ Վերջապես, երեխան 1 տարեկանում արդեն պետք է ունենա հագեցած սննդատեսակ։ Ճիշտ է պատասխանը, Թինա, եւ վերջին հարցը։ Նշեք հավելյալ սննդի 1 տարբերակ։ Նոնա։ Ինչ լավ է, որ երեքդ էլ այսքան տեղեկացված եք եւ այստեղ պարզապես սեղմելու խնդիրն է։ Այս թեման շատ ուշադրություն եմ դարձրել սրան, երևի թե դրա համար փորձում եմ պասիվ չմնալ, գերադասելի է բանջարեղենային 1 տարբերակ նշեք, բանջարեղենային խույս, այո, շիլաներ, մրգեր եւս հավելյալ սննդի տարբերակ են։ Շնորհակալություն աղջիկներ, իսկապես շատ ուրախացնող է այն փաստը, որ դուք տեղեկացված եք, գիտեիք գրեթե բոլոր հարցերի պատասխանները, որտեղ երեքն էլ զուգահեռ սեղմում էին կոճակը, բայց ինչպես հասկացանք, ամենաճարպիկն ու արագաշարժը Նոնան գտնվեց այս մնում։ Աղջիկներ, 2 փուլերի արդյունքում ձեզանից յուրաքանչյուրը վաստակել են։ Սկսենք Նոնայից։ Նոնա, այս պահի դրությամբ դուք ունեք 9 միավոր, Թինան ունի 5 միավոր եւ Արմինեն ունի 7 միավոր։ Մայրիկներ, ձեր միավորներով հանդերձ տեղափոխվում ենք 3-րդ փուլ եւ ծանոթանում ենք նախապես 3-րդ փուլի կանոններին։ 3-րդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը։ Փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։
մայրիկներ, սկսված է մեր խաղի երրորդ, վերջին ու ամենահամեղ փուլը։ Սեղանին դրված դուք տեսնում եք տարբեր սննդատեսակներ եւ պետք է կատարեք քիչ հետո ձեր ընտրությունը։ Առաջադրանքն այսպիսին է. ընտրեք սննդատեսակներ, որոնք ձեր կարծիքով պետք է զգուշությամբ առաջարկել այն երեխային, ով հակված է ալերգիայի, ով ունի ալերգիա։ Առաջադրանքը հասկանալի է։ Ուրեմն սկսենք, ինչպես միշտ, Նոնայից։ Նոնա, մոտենում եք սեղանին, վերցնում ափսեն եւ կատարում ձեր ընտրությունը։ Վերջից կարող եմ սկսել։ Սկսեցինք։ Որ ավելի բարդ է ինձ թվում է մանդարին, որովհետև կարծում եմ, որ ամենա ալերգիկ մրգերից է ինքը, մեղր Դուք երբևէ բախվել եք որպես մայրիկ այս խնդրին։ Այո, երկու անգամ շատ ծանր բախվել եմ, ենք երկու անգամ նույնիսկ հիվանդանոցում ենք հայտնվել։ Իհարկե դա մի քիչ ավելի փոքր տարիքում, բայց եթե ընդհանուր տարիքի մասին խոսք կա, այդպես արեք։ Մեղր գիտեմ, որ մինչև 3 տարեկան չի կարելի։ Կարծում եմ պանիրը լինելով կաթնամթերքի որևէ տեսակ, իսկ կաթնամթերքն էլ բավականին ալերգեն է, ես կվերցնեմ պանիրն էլ, կարելի է զգուշ մտցնել երեխայի սննդակարգ, ձուն, հաստատ, կովի կաթը ես կառանձնացնեմ, պոպոքը գիտեմ, որ ընդեղենը նույնպես ալերգեն է, սպիտակաձավարի կաշան կարծում եմ չէ, յոգուրտ նույնպես չէ, բայց չէ, գազար չէ, կարակ, կարակը նույնպես, սունկը նույնպես գիտեմ, մինչև 3 տարեկան չի թույլատրվում կամ խոր չի տրվում, ես կընտրեմ նաև սունկը։ Կանաչին չեմ ընտրի այն պատճառով, որ կարծում եմ կանաչին կարելի է չուտել, կարելի է ուղղակի սուպիկների մեջ լցնել, կարծում եմ այսքանը։ Կաթի հետ միասին, այո։ Շնորհակալություն, Նոնա։ Ձեզ էլ։ Թինա, համեցեք։ Ձեր աղջիկները երբևէ ունեցել են ալերգիա, ալերգիկ ռեակցիա։ Ոչ, մենք չենք ունեցել նման խնդիր եւ հուսամ այլ չենք ունենա։ Այո, մանդարինը բոլոր մայրիկներին է հայտնի, որ սա վտանգավոր է, առաջացման պատճառը ընկույզը, ձուն, կան երեխաներ, որքան էլ որ զարմանալի է, ունեն ալերգիա գազարից, կընտրեմ գազարը, կաթնամթերքները, պանիր, Սիրում են կաթնամթերք ձեր բալիկները, Թինա։ Այնքան որքան ես կցանկանայի, ոչ։ Կարակ։ Եվ կառանձնացնեմ կաթը։ Մեղրը եւ դժվարամարս է եւ ալերգիա կարող է լինել։ Սունկ։ Սա եւս կարող է վտանգավոր լինել, թերևս այսքանը։ Շատ լավ, եւ կաթը ձեր ափսեի մոտ դրեք, խնդրում եմ։ Շնորհակալություն, Թինա, համեցեք Արմինե։ Կարծում եմ պիտի որ կրկնվեմ։ Ոչ մի նոր բան չեմ կարող ասել, այո, կաթնամթերքային ցանկացած երևույթ պետք է զգուշորեն մոտենալ, բայց եթե երեխային մենք որ չկա, շարունակել կարելի է։ Այո, իհարկե, ամեն դեպքում կալցիը, որը երեխային կարող է օգնել։ Իմ տղան ունեցել է գազարից պրոբլեմ։ Այնպես որ ծանոթ է ձեզ։ Այո, դա ծանոթ է, բայց իհարկե հում գազարից, ոչ եփած, պարզապես ես փորձեցի քիչ-քիչ սովորեցնել եւ այդ չափաբաժնին սովորեց օրգանիզմը։ Իսկ հիմա գազարը նրա սիրելի ուտելիքն է։ Իհարկե ընդեղեն, իհարկե ձու, իհարկե մեղրը, եթե երեխան ալերգիկ է վատ է, բայց դա իհարկե գիտենք, որ նաև ունի իր շատ լավ կողմերը, այնպես որ եթե չունի,
կարելի է։ Դե ցիտրուս բնականաբար սունկը մինչև 2.5-3 տարեկան կարծեմ թե խորհուրդ չի տրվում, չնայած լավ սպիտակուց է, բավական հագեցած։ Ճիշտն ասած, յոգուրտային տարբերակներից ես մի քիչ խուսափում եմ ինքս եւ սա շատերն են տալիս երեխաներին համարելով լավ սնունդ, ես ինքս շատ եմ խուսափել ցանկացած պատրաստի կերակուրից, գերադասել եմ ինքս պատրաստել, այնպես որ սա իհարկե չեմ դնի ալերգենների մեջ, բայց ինքս խուսափել եմ։ Կաթը, եթե երեխան խնդիր չունի, գտնում եմ որ չէ, բայց շատ երեխաներ ալերգիկ են, կաթին ես զգույշ կմոտենամ։ Այո, այնպես որ այսքան։ Վերջ։ Այո, դե սրա հետ կապված Սպիտակաձավարի մաննա կաշ, այսպես ասված, մանկությանս հիմնական ուտեստն է եղել, հետո ինչպես հասկացա, բժիշկները մինչև 1 տարեկան այդքան էլ խորհուրդ չեն տալիս, համարելով, որ օրգանիզմից նույնիսկ կալցին է հանում, այսքանը։ Վերջ։ Այո։ Շնորհակալություն Արմինե, զբաղեցիք ձեր տեղը։ Մայրիկներ, դուք ձեր ընտրությունը կատարեցիք տաղավարից դուրս, ձեր գործողություններին հետևում էր մեր այսօրվա հյուրը, մանկաբույժ Ջավահիր Գևորգյան, ում սիրով հրավիրում եմ տաղավար։ Բարև ձեզ։ Բարև։ Ողջույն Ջավահիր։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, Ջավահիր, միասին նախ ուսումնասիրելու ենք մայրիկների կատարած ընտրությունը, իսկ վերջում դուք տալու եք համապատասխան միավորներ։ Սկսենք սննդատեսակներից, որոնք առկա են 3 մայրիկների ափսեների մեջ, ցիտրուս, այս պարագայում մանդարին։ Նրանք կարծում էին, որ ցիտրուսին պետք է զգուշությամբ մոտենալ եւ հատկապես ալերգիա ունեցող երեխաների սննդակարգ շատ զգուշությամբ մտցնել։ Ճիշտ են արդյոք կարծում մեր մայրիկները։ Այո, մեր մայրիկները ճիշտ են կարծում, որ պետք է զգուշությամբ տան, եթե ունի երեխան ալերգիա ցիտրուսից եւ կարելի է նրան ընդհանրապես չտալ ցիտրուս։ Եթե այլ սննդատեսակից ունի ալերգիա, ցիտրուսը եւս զգուշությամբ պետք է ներմուծել։ Եթե ունեն, այո, օրինակ ելակը, ցիտրուսը, իրանք պետք է զգուշությամբ ներմուծեն, որովհետեւ բալիկների մոտ այտերը կարմրում է։ Իրանք համարվում են կեղծ ալերգեներ սննդատեսակները։ Ցիտրուսը, ելակը։ Մեղր։ 3 մայրիկներն էլ ընտրել էին մեղր։ Ճիշտ են արել, որովհետև մեղրը ալերգիկ է, ավելին ասեմ, մեղրը մինչև 1 տարեկանը չի կարելի տալ երեխաներին, որովհետև բացի ալերգիկ լինելուց նաև ինքը բոտուլիզմի պատճառ է հանդիսանում եւ այո, բոլորը ճիշտ են ընտրել։ Մեղր։ Ընկուզեղեն, 3 մայրիկն էլ ընտրել են ընկույզ։ Պետք է զգուշությամբ մոտենալ ընկուզեղենին։ Այո, պետք է զգուշությամբ մոտենալ, որովհետև եթե երեխաների մոտ կա ընդեղենից ալերգիա, ապա ինքը պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում է եւ պետք է զգուշ լինել ու չտալ հատկապես եթե երեխայի մոտ կա ալերգիկ ֆոն։ Ձուն կրկին տեսնում են բոլոր ափսեների մեջ։ Դա էլ են ճիշտ ընտրել, որովհետև ձվից էլ է լինում սպիտը, ալերգիա առաջանում է ձվից, նաև որ ինքը պարունակում է անտիգեններ եւ եթե ունի երեխան ալերգիա, պետք է իրան ընդհանրապես չտան։ Իսկ պետք է սպիտակուցից ավելի շատ վախենալ թե դեղնուցից, թե նշանակություն չունի։ Ընդհանուր առմամբ իր մեջ պարունակվող ալերգենները եռացնելիս, ջերմամշակման ենթարկելիս իրենք պահպանվում են։ Ահա, այսինքն որևէ տարբերակով հնարավոր չէ պայքարել դրանց դեմ։ Չէ, պահպանվում են ջերմամշակման ենթարկելուց հետո էլ։ Կարակ, կատնամթերք, պանիր, կարակ, կաթը փաստորեն միայն Արմինեն չի ընտրել, կատնամթերքի մասին մայրիկները խոսեցին։ Այո, կատնամթերքից հատկապես կովիկաթից երեխաների մոտ կարող են առաջանալ ալերգիաներ։ Կովիկաթը կարելի է տալ 9 ամսեկանից սկսած, բայց եթե ունի ալերգիա, քանի որ էլի կովիկատի սպիտակուցն էլ թերմոստաբիլ է, այսինքն ջերմակայուն է, եռացնելուց հետո ինքը պահպանվում է։ Անգամ շիլաների մեջ փաստորեն խառնել պետք չի օգտագործել կաթը, կատնամթերքը։ Ես կուզեմ նաև հավելել, որ յոգուրտներից էլ է լինում ալերգիաներ, հատկապես եթե յոգուրտները մենակ չեն, մեջը կան տարբեր օրինակ ելակից, բալից, ինչու՞ չէ նաև ցիտրուսից պատրաստված յոգուրտներ, իրենց չի կարելի տալ։ Իսկ կարակն ու պանիրը Պանիրից ճիշտ է համարվում է, որ իրանք կալցիումի աղբյուր են համարվում, եթե կա պետք է զգուշությամբ տալ։ Փոքր քանակությամբ ներմուծել, եթե արձագանք չկա օրգանիզմի կողմից, ապա շարունակել պանիրը չի կարելի տալ, պանիր, կատնաշոր, ալերգիաների դեպքում։ 3-ն էլ ընտրել էին նաև սունկ։ Որպես այդպեսին իրանից ալերգիկ երևույթներ դրսևորվում են, մենք չենք հանդիպում։
Ուղղակի հետաքրքիր որ հասարակության մեջ մարդիկ սունկ հասկացությունից վախենում են եւ կարծում են որ երեխաների սննդակարգ հնարավորինս ուշ պետք է ներմուծել, բայց իհարկե շատ մասնագետներ խորհուրդ են տալիս չվախենալ սնկից։ Այո։ Պարզապես երևի թունավոր սնկերի տեսակներն են մեզ շատ ավելի վախեցնում եւ ասելով սունկ երբեմն ասոցացնում ենք թունավորումների հետ։ Դա իհարկե պետք է զգույշ ընտրել սնկերը, տեսնել թե ինչ սնկ են։ Բայց որպես ալերգեն դիտարկել պետք չէ։ Ահա, փաստորեն 3 մայրիկները նույն սխալներն են արել։ Գազար։ 2 մայրիկ ընտրել են գազար, նոնան չի ընտրել գազար։ Պետք է վախենալ գազարից։ Ես չեմ կարող ասել, որ ինքը ոչ միշտ, այսինքն ինքը առաջացնում է, բայց ոչ հաճախակի հանդիպող պատճառներից է, կարող է ինքը առաջացնել ալերգիա եւ հատկապես իրան հում վիճակումը։ Այսինքն ջերմամշակման ենթարկելիս ի տարբերություն կա թիթ, որը որ պահպանվում է ալերգիաները, գազարինը անցնում է։ Այսինքն շոկ է խաշած գազարը շատ ավելի անվտանգ է։ Բայց հաճախ հանդիպող չի։ Հաճախ հանդիպող չի, բայց կարելի է ընդունել որպես ճիշտ տարբերակ, օրինակ Արմինեն նշեց, որ իր տղան փաստորեն գազարից ունեցել է ալերգիա։ Լավ, կարծես թե վերջ, բոլոր սննդատեսակները, որոնք ընտրել էին մայրիկները, դրանց մասին մենք հասցրինք խոսել։ Սեղանին դրված սննդատեսակներ, տեսնում ենք կանաչի, կանաչին համարվում է ալերգեն։ Ոչ, չի համարվում։ Չի համարվում, այսինքն ճիշտ էին արել մայրիկները, որ չէին ընտրել կանաչի։ Տեսնում ենք կանաչ բիբար։ Ինքնան չի համարվում։ Չի համարվում, ճիշտ էին արել մայրիկները, սպիտակաձավարի շիլա, մաննե կաշա։ Եթե կաթով է պատրաստած, փաստորեն ակամա, այո, իսկ սպիտակաձավարի շիլան հիմնականում կաթով են պատրաստում։ Սա կարելի էր ընտրել, բայց ոչ մի մայրիկ չի ընտրել յոգուրտը, փաստորեն նշեցիք կարելի էր ընտրել, կրկին չէին ընտրել մայրիկները, բրինձ։ Բրինձ կարելի է տալ։ Կարելի է տալ չվախենալով եւ միս, հավի կրծքամիս եւ տավարի միս։ Սովորաբար կան ասում են, եթե ունեն ձվից ալերգիա, կարող է եւ առաջանալ մսից ալերգիա, բայց չէ, իրանք տավարի միսը ալերգիաներ չեն համարվում։ Ոչ, ի տարբերություն ձկանը իրանք չեն համարվում։ Եվ ջավահիր, սպասում ենք ձեր միավորներին։ Բոլոր մայրիկները հավաքել են հավասար միավորներ, 4-ական միավորներ, քանի որ բոլորը չէին ընտրել յոգուրտը, որից առաջանում է սպիտակաձավարը եւ սխալ փաստորեն սունկներ ընտրվել։ Սխալ ընտրվել է սունկը եւ վերջին մայրիկը չէր ընտրել կաթը, որը կարեւոր էր։ Լավ։ Այսինքն բոլոր մայրիկներին դուք տալիս եք 4 միավոր։ Շնորհակալություն գնահատականի համար, սիրելի մասնակիցներ, պատրաստ են վերջնական միավորները, 3 փուլերի արդյունքում Նոնան վաստակել է 13 միավոր, Թինան վաստակել է 9 միավոր եւ Արմինեն վաստակել է 11 միավոր։ Շնորհակալ եմ Ջավահիր հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Սիրելի մայրիկներ, ուզում եմ ձեր շնորհակալություն ասել մեր խաղին մասնակցելու համար։ Միավորներից արդեն պարզ է, որ մեր այսօրվա խաղի ամենատեղեկացված մայրիկ ճանաչում է Նոնան։ Շնորհավորում ենք ձեզ Նոնա։ Ես ուզում եմ երեքիդ էլ շնորհավորել, եթե մայրիկների ակումբը դիտել եք, գիտեք, որ մեր ծրագրում չկան հաղթողներ կամ պարտվողներ։ Մենք բոլորս հաղթող ենք, որովհետև մայրիկ ենք։ Այս կրծքանշաններն էլ ձեզ պարբերաբար կհիշեցնեն, որ դուք մասնակցել եք մայրիկների ակումբին։ Շնորհակալություն մասնակցության համար։ Շնորհակալություն։ Մայրիկների ակումբը շարունակում է փնտրել գեղեցիկ, տեղեկացված ու բանիմաց մայրիկների։ Եթե կարծում եք, որ այդպիսին եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում եւ առանձին նամակով ուղարկեք մեզ ձեր տվյալները, եւ մենք կհանդիպենք մայրիկների ակումբում։